Ողջույն արգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, ժամի վերջին նորությունների մասին նախ համառոտ։ Քրեական գործ Մայրաթորի դեմ փորձում են խոչընդոտել եպիսկոպոսատ ժողովը։ Գործադիր իշխանությունը միջամտեց եկեղեցու գործերին։ Նոր որոշում Արշակ Սրբազանի գործի վերաբերյալ, ով է քննելու միջնորդությունը։ 3+3 ձևաչափով երրորդ հանդիպումը, ինչ փուլում է նախապատրաստական աշխատանքը։ Մեր նավերի խումբը շարժվում է Իրան կոչվող վայր, Թրամփը կրկին սպառնում է։ We're militarily powerful. I built the military in my first term and now we have a group. Օդի աղտոտվածություն, խցանումներ, ինչ խնդիրներ կան Երևանում եւ ինչ է ցույց տալիս վիճակագրությունը։ Օդի աղտոտվածություն, խցանումներ, վատ ճանապարհներ եւ տրանսպորտ։ Ինչից են դժգոհ Երևանի բնակիչները։ Հունվարին անցկացված հարցման արդյունքները ներկայացրել է Gallup International-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։ Բնապահպանական խնդիրներից դժգոհել է հարցվածների 29.6%-ը, մշտական խցանումներից 26.5%-ը։ Եվս 22.6%-ը մատնանշել է վատ ճանապարհները։ Հարցվածների 16.3%-ը դժգոհ է աղբահանությունից, եւս 15%-ը նշել է հասարակական տրանսպորտի խնդիրը։ Հարցմանը մասնակցած քաղաքացիների 82%-ը կարծում է, որ 2025-ին Երևանում խցանումներն ավելացել են։ Քաղաքացիները դրական փոփոխությունների մասին են խոսել։ Ինչ դրական փոփոխություններ են մատնանշել երևանցիները։ Դրական փոփոխություններ ծրագրեր, որոնք իրականացվել են Երևանի քաղաքապետարանի կողմից վերջին 1 տարվա ընթացքում։ Եվ ըստ մի քանի պատասխան կարող են նշել, 17%-ը նշել են նոր ավտոբուսների ներմուծում, նոր տրանսպորտային համակարգ, սա այն դրական փոփոխություններն են, որոնք որ նկատել են մեր քաղաքացիները։ Ասֆալտապատում 12.7% է նշել, աղբահանության կազմակերպում 10.6%, բակերի բարեկարգում 10.1%, այգիների բարեկարգում 8.7% եւ կանաչապատ տարածքների ավելացումը 7.7%։ Իսկ ազգային ժողովում ընթանում էր քննարկում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալ։ Համակարգը քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատողների համար կսկսի գործել 2027-ի հունվարի 1-ից։ Այս պահին այն գործում է միայն աշխատանքային պայմանագրերով աշխատողների համար, ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Այսօր առողջապահական ապահովագրության համակարգում ներառված է 1.371.181 անձ։ Իսկ ինչպես օգտվել առողջության համընդհանուր ապահովագրությունից, եթե չունես սմարթֆոն, պարզաբանում է նախարարը։ Եթե չունի մարդը սմարթ հեռախոս, դա չի նշանակում, որ նա այս երաշխիքից ինչ-որ առումով խնդիր կունենա օգտվելու։ Մի այլ հանգամանք էլ, եթե ինչ-ինչ պատճառներով մարդը չի ակտիվացրել իր առմետ հավելվածը, համաձայնությունը չի տվել, բայց ինչ պատճառներով ընկել է շտապ օգնության օրինակ միջոցով հիվանդանոց, սա եւս խոչընդոտ չէ նրա իրավունքը իրացնելու։ Տվյալ պահին հիվանդանոցային այցի շրջանակներում հաստատումը կիրականացվի եւ նա կստանա իր բժշկական օգնությունը։ Ավանեսյանը նաև անդրադարձել է Բաքվից վերադարձած գերիներին ու Արցախից վերջերս եկած 10 հայերին։ Նրանք գտնվում են բժիշկների վերահսկողության տակ։ Վագիվ Խաչատրյանի ուրեմն վիրահատությունը Փառք Աստծո բարեհաջող է անցել եւ նա հիմա վերականգնման փուլ է անցնում։ Քաղաքացիներինն էլ, այո, նրանց մասով էլ մենք մշտական այդ հարցերին չպատասխանեմ, բայց նորից եմ կրկնում, նրանց առողջական վիճակի ամբողջ կազմակերպչական մասը այս պահին մենք իրականացնում ենք։
Մինչ ազգային ժողովում առողջության ապահովագրության ծրագիրն էին քննարկում, սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը խոսում էր այնպիսի խնդիրների մասին, որոնք ուղիղ կապ ունեն մեր առողջության հետ։ Մսի իրացման ոլորտում հիմնական խնդիրը շարունակում է մնալ ոչ սպանդանոցային ծագում ունեցող մսի վաճառքը, առանց անհրաժեշտ անասնաբուժական վկայականների եւ դրոշմակնիկների։ Տիգրան Պետրոսյանը պատասխանել է նաեւ գործընկերոջս հարցին. նորմալ է արդյոք շուկայում հայտնված 4 կիլոգրամ կշռող հավը։ Մենք այդ խմբականակը հստակ ներմուծվածի վերաբերյալ վերահսկվում է, այդ 708 ստուգում, եթե չեմ սխալվում, մենք ունեցել ենք եւ մեծ մասը, քանի որ այդ շարմանոցների թունավորման դեպքերը եղավ հենց հավի մսի հետ կապված, մենք վերահսկողություն ունեցել ենք մեր ֆերմաներից, այսինքն բոլոր ֆերմաները, որտեղ որ թռչուն էին պահվում, մեր մասնակիցները եղել են, մենք ընդհանուր հավերել ունենք վերցած լաբորատոր տարած փորձաքննության, այսինքն որևէ խնդիր չկա, որը որ մտահոգի մենք խոսում ենք։ Ինչ կա, մենք միանգամից ասում ենք կա սալմոնելա, ասում ենք սալմոնելա է, կա լիստերիա, ասում ենք լիստերիա է, այսինքն նման խնդիր, որը որ հայտնաբերվի եւ աշկ փակվի դրա վրա, հավատացած եղեք, տեսչական մարմնի կողմից բացարձակ չկա։ Այսինքն քաղաքացիները կարող են վստահ լինել, որ անվտանգ են։ Վստահ։ Արշակ Սրբազանի կալանքի երկարացման միջնորդությունը կքննի դատավոր Կարեն Ֆարխոյանը, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Նիստը կկայանա երկուշաբթի փետրվարի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում։ Խայտարակ քրեական գործ վեհափառ Հայրապետի եւ Գերագույն հոգեվոր խորհրդի անդամների դեմ փաստաբան Ռուբեն Մելիքյանն այսպես է բնորոշել հայ առաքելական եկեղեցու դեմ հարուցված քրեական գործը։ Նրա կարծիքով իրական նպատակն է արգելել կաթողիկոսին դուրս գալ Հայաստանից եւ խափանել փետրվարի 16-ին Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը։ Քրեական հետապնդում է հարուցվում վեհապառ Հայրապետի եւ Գերագույն հոգեվոր խորհրդի անդամների դեմ, չգիտեմ, որը որ կազմը մի հատ բացեք նայեք, ովքեր են Գերագույն հոգեվոր խորհրդի կազմում, այդ թվում պատրիարքներ, արքեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ, պատվարժան աշխարհիկ անձինք, գործադիր իշխանությունը միջամտեց եկեղեցու գործերին, խախտեց սահմանադրության ֆունդամենտալ սկզբունքներից, հիմնարար սկզբունքներից մեկը եկեղեցու եւ պետության անջատ լինելու սկզբունքը։ Հիշեցնեմ, որ քրեական գործ է հարուցվել հայ առաքելական եկեղեցու դեմ դատական ակտը չկատարելու համար։ Խոսքը Մասյացյոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին պաշտոնանկ անելու մայրաթորի որոշման մասին է, որի դեմ նախկին հոգևորականը դիմել էր դատարան։ Զվարթնոց օդանավակայանում չվերթեր են Չեղյալ հայտարարվել։ Ըստ կայքում հրապարակված չվացուցակի տվյալների Չեղյալ է հայտարարվել Կրասնոդար Երևան չվերթը։ Օդանավը Երևանում վայրեջք պիտի կատարեր 13:45-ին։ Չեղյալ է հայտարարվել նաև Թեհրան Երևան չվերթը, որը նախատեսված էր 14:15-ին։ Չեղյալ հայտարարված թռիչքները ուղևորի համար երբեմն դառնում են իրական գլխացավանք, որը երկար ժամանակ չի հանգուցալուծվում։ Փոխհատուցում ստանալը դառնում է երկար ու ձիգ պրոցես, բայց դա չի նշանակում, որ պետք է հաշտվել կրած վնասի հետ։ Իրավական մեխանիզմներ կան եւ դրանք կարող են գործել, եթե ուղևորը գիտի իր իրավունքներն ու պատրաստ է դրանք պաշտպանել։ Ինչ պարտավորություններ ունեն ավիաընկերությունները եւ ինչ իրավունքներ ունի ուղևորը, ռեպորտաժում։ Չեղյալ հայտարարված թռիչք, կորցրած արձակուրդ ու փող։ Հազարավոր ուղևորներ հայտնվում են այս վիճակում, սակայն ոչ բոլորը գիտեն, որ նման դեպքերում կան կանոններ, որոնք կարող են պաշտպանել ուղևորի շահերը։ Վերջերս հայ ուղևորներից մեկը դատարանում ապացուցել է, ավիաընկերությունը պարտավոր է ոչ միայն վերադարձնել չգործածված տոմսի փողը, այլև փոխհատուցել Չեղյալ հայտարարված թռիչքի հետևանքով պատճառված վնասը։ Ինչ իրավունքներ ունի ուղևորը եւ ինչպես կարելի է պահանջել փոխհատուցում։ Եվրոպական գրանցում ունեցող ավիաընկերություններն ունեն հստակ կանոնակարգ։ Եթե թռիչքը հետաձգվում է, ուղևորին պետք է տրամադրի սննդի եւ ջրի վաուչերներ, կապի միջոց, գիշերակաց եւ նոր տոմս, եթե թռիչքը Չեղյալ է հայտարարվել։ Եվրոպական կանոնակարգով նախատեսված է, որ ըստ հեռավորության 250-400 կամ 600 եվրո ամեն յուրաքանչյուր ուղևորին փոխհատուցելու պարտականությունը ավիաընկերության կողմից, եվրոպականի մասն է խոսքը, սակայն որոշ շուկաներում եւ նաեւ հայկական շուկայում
ավիաընկերությունները միշտ փորձում են ամեն կերպ մանևրել, խուսափել։ Ավիաընկերությունը պարտավոր է եվրոպական կանոնակարգով եւ եվրոպական դատական նախադեպով իր վրա վերցնել հյուրանոցային ծախսերը, վճարել այսինքն այլընտրանքային չվերթը, սնունդը ուղևորի համար։ Եթե թռիչքը հետաձգվում է երկար ժամանակով կամ վերջին պահին չեղյալ է հայտարարվում, ուղևորն իրավունք ունի պահանջել փոխհատուցում։ Չափը որոշվում է ըստ թռիչքի հեռավորության եւ ուշացման ժամերի։ Մինչև 1500 կիլոմետրը 250 եվրո, 1500-ից 3500 կիլոմետրը 400 եվրո, 3500 կիլոմետրից ավելի 600 եվրո։ Սակայն միշտ չէ, որ ուղևորները կարողանում են ստանալ իրենց փոխհատուցումը։ Դիմում են այնպիսի կազմակերպությունների, որոնք կկարողանան պաշտպանել իրենց իրավունքները։ Վաներ Հարությունյանի խոսքով դատական գործընթացներ են նախաձեռնել ուղևորի իրավունքը վերականգնելու համար, սակայն բաց թողումը մեր երկրի օրենսդրական օղակում է։ Երևան, Միլան, եվրոպական ավիաընկերությունը թռիչք է կատարում 3 ժամ եւ ավել ավիաընկերության մեղքով խափանում է տեղի ունենում, պարտավոր է վճարել ըստ եվրոպական կանոնակարգի։ Հայկական գրանցման ավիաընկերությունը նույն ուղղությունը անելով, կատարելով եւ ունենալով 3 ժամ եւ ավել Երևանից դեպի Միլան կատարվող չվերթի խափանում, Հայաստանի օրենսդրությամբ պարտավոր չէ, քանի որ Հայաստանը դեռևս կիրառում է 2006 թվականի ավիացիայի մասին օրենքը, հնացած օրենքը։ Շատ հաճախ ավիաընկերություններն օգտվում են օրենսդրական հենց այս բաց թողումից ու հրաժարվում են փոխհատուցել ուղևորին հետաձգված կամ չեղյալ հայտարարված թռիչքի համար։ Շատ կնճռոտ դատական գործ Տրանսավիայի դեմ Փարիզի Ֆրանսիայի արտադրության համակարգում է գտնվում, քանի որ դանդաղ է դատական գործընթացը գնում, բայց արդեն սպասում ենք, որպեսզի շուտով կայանա դատական ակտը։ Պետությունը որպես այդպեսին չի կարող ստորադասել ուղևորի իրավունքները, տալով գերադասություն ինչ որ մի ավիաընկերության կամ ավիաընկերությունների կամ բիզնեսների կորպորատիվ շահերին։ Ենթադրում եմ, որ դա արդեն մտածելու տեղիք է տալիս։ Իսկ Wizz Air-ի այս տարվա Երևան-Պրահա եւ Պրահա-Երևան թռիչքների չեղյալ հայտարարումն ու դրա շուրջ աղմուկը դեռևս չի հանդարտվել։ Ավիաընկերությունը հենց այս թռիչքի համար հրաժարվում է փոխհատուցել, որն է պատճառն ու ինչ է պետք անել։ Եղանակային պայմաններ են եղել, բայց որը խափում է։ Մենք չենք հավատում, ուղևորների կողմից այդ չեղարկման կամ ուշացման արդյունքում առաջացած բոլոր ծախսերը, սնունդ, տաքսի, հյուրանոց, այլընտրանքային չվերթ պետք է անկախ նրանից թե ավիաընկերության մեղքով է եղել թե ոչ այդ խափանումը, Wizz Air-ը, կլինի թե Wizz Air-ը թե այլ եվրոպական ավիաընկերություն պարտավոր է փոխհատուցել, պահպանեն միշտ իրենց բոլոր նստեցման կտրոնները QR կոդով գոյություն ունեցող տպած կամ էլեկտրոնայինները, որովհետև դատական նախադեպում եւ այլն ընդհանրապես ավիաընկերությունները ամեն ինչ կատարում են, որպեսզի չփոխհատուցեն։ Ասում են ուղևորը գնել է տոմսը, բայց կարող է հետո վերադարձրել է ավիաընկերությանը, ցույց տվեք ապացույց, որ օգտագործել է ուղևորը։ Ավիաընկերությունների հետ վեճերում լռությունը լուծում չէ։ Մասնագետները հիշեցնում են, յուրաքանչյուր չեղյալ հայտարարված թռիչքն ունի իրավական հետևանքներ եւ ուղևորն իրավունք ունի պահանջել ոչ միայն տոմսի փողի վերադարձ, այլև փոխհատուցում։ Հիմա արդեն հարցը ոչ թե բախտն է, այլ իրազեկված լինելը։ Ընթանում է Հարավային Կովկասի վերաբերյալ 3+3 ձևաչափով արտաքին գործերի նախարարների մակարդակով երրորդ հանդիպման կազմակերպական աշխատանքները։ Ընտրում են հանդիպման իրականացման վայրը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում։ Վրաստանը դեռևս ձեռնպահ է մնում մասնակցությունից, բայց մենք անընդհատ ընդգծում ենք, որ նրանց համար դուռը բաց է, ասել է Լավրովը։ Իսկ Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների լարվածությունը ավելի է մեծանում։ Մեր նավերի խումբը շարժվում է Իրան կոչվող վայր, ասել է Թրամփն ու հավելել, որ հույս ունեն ստիպված չեն լինի օգտվել նրանց ծառայություններից։ Իսկ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեի ներկայացուցիչ Աբդալլա Հաջի Սադեղին էլ հայտարարել է Իրանի դեմ ցանկացած ագրեսիա հարվածի տակ կդնի Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների ամբողջ ռազմական ենթակառուցվածքները, որոնք գտնվում են Իսլամական Հանրապետության զինված ուժերի հասանելիության սահմաններում։ Զինված ուժերը պատրաստ են մարտի եւ թշնամու ցանկացած շարժում կստանա ջախջախիչ պատասխան Ցամաքում, Ծովում եւ տարածաշրջանի բոլոր ամերիկյան ռազմակայաններում, ասել է Խամենեին։
ԱՄՆ-ի ներկայացուցիչը։ Միջազգային լուրերը Զարա Սարգսյանի ռեպորտաժում։ Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում մարտական կրակով զորավարժություններ անցկացնելու ծրագրերի մասին, հաղորդում է Ալ Ջազիրան։ Զորավարժությունները կանցկացվեն առաջիկա օրերին։ Միացյալ Նահանգների ցանկացած ագրեսիվ քայլ Իրանը կդիտարկի որպես լայնածավալ պատերազմի սկիզբ եւ Թեհրանն անմիջապես կպատասխանի։ X սոցիալական ցանցում գրել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական Ալի Շամխանին։ Նրա խոսքով Իրանի պատասխանն ուղղված կլինի ոչ միայն Միացյալ Նահանգների եւ Իսրայելի, այլև այս ագրեսիային աջակցող ցանկացած երկրի դեմ։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների մեծ նավատորմ է գտնվում Իրանի մոտակայքում եւ որ Իրանին տրված ժամանակը սպառվում է։ Թուրքիան ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ կանխելու Իրան-ԱՄՆ հակամարտությունը, հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։ Թուրքիան չի ցանկանում, որ մեր տարածաշրջանում նոր լարվածություն եւ հակամարտություններ առաջանան, նշվում է հայտարարությունում։ Իդեպ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այսօր կայցելի Թուրքիա։ Մեծ Բրիտանիան ցանկանում է բարձրակարգ հարաբերություններ կառուցել Պեկինի հետ, բրիտանական տնտեսությունը խթանելու նպատակով։ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի հետ հանդիպմանն ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ Չինաստանը կարևոր դերակատար է համաշխարհային ասպարեզում, ասել է նա։ Նշենք, որ Բրիտանիայի վարչապետի Չինաստան քառօրյա այցի նպատակն է ամրապնդել Պեկինի հետ քաղաքական եւ գործարար կապերը Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունների սրման ֆոնին։ Միացյալ Նահանգների կիբերանվտանգության եւ ենթակառուցվածքների անվտանգության գործակալության ղեկավարի պաշտոնակատար Մաթու Գոտումուկալան Միացյալ Նահանգների կառավարության կարևոր փաստաթղթերը ներբեռնել ChatGPT-ի հանրային տարբերակում։ Դեպքը ներքին անվտանգության վերաբերյալ ահազանգեր եւ մտահոգություններ է առաջացրել դաշնային պաշտոնյաների շրջանում։ Բացահայտումից հետո Միացյալ Նահանգների ներքին գործերի նախարարությունը ներքին հետաքննություն է սկսել։ Դուբայում ոսկյա փողոց կհայտնվի։ Հաղորդվում է, որ Դուբայի նոր ոսկե թաղամասի մաս կազմող փողոցը կառուցվելու է ոսկուց, սակայն դա իրականում ինչ է նշանակում, մնում է առեղծված։ Ոսկե թաղամասը քաղաքի ներկայիս ոսկու շուկայի վերաբրենդավորված տարբերակն է լինելու։ Այն գտնվում է Դեյրա թաղամասում, որտեղ կա ոսկու եւ զարդերի վաճառքով զբաղվող մոտ 1000 մանրածախ վաճառող։ Ինդոնեզիայի ամբողջ տարածքում արգելվել են փղերի վրա նստած զբոսանքները։ Որոշումը կայացվել է կենդանիների իրավունքների պաշտպանների բողոքների հիման վրա։ Զարա Սարգսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Եվ վերջում NASA-ի տիեզերագնացները շուտով կվերադառնան լուսին 50 տարվա ընթացքում առաջին անգամ, հայտնել է Евronewsը։ NASA-ի Artemis 2 առաքելությունը, որի մեկնարկը նախատեսված է այս տարվա փետրվարի 6-ին, 4 տիեզերագնաց կուղարկի լուսնի շուրջ ճանապարհորդության համար։ Տիեզերագնացները կվերադառնան երկրի մթնոլորտ մոտավորապես ժամում 40,000 կմ/ժ ռեկորդային արագությամբ։ Թեև առաքելությունը չի ներառի լուսնի վրա վայրեջք, այն կլինի Միացյալ Նահանգների երկրի ուղեծրից դուրս երկարաժամկետ մարդկային ներկայություն հաստատելու ծրագրի կարևոր քայլ։ Artemis 2-ն NASA-ի Artemis ծրագրի երկրորդ առաքելությունն է, որը մեկնարկել է 2017 թվականին մարդկանց լուսին վերադարձնելու եւ ի վերջո տիեզերագնացներ Մարս ուղարկելու համար։ Այն նաեւ կտրամադրի կարևոր տվյալներ, որոնք կգործածվի դեպի լուսին ապագա առաքելությունների համար։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Լուրերի գլխավոր թողարկումը ժամը 18-ին է, եթերում կլինի Աննա Սարգսյանը։